Հարց ունեիր, ախպեր, տագից գրում էր, խնդրեմ, դեմքդ բաց հարցը տուր, ախպերես։ Պարոն Արսեն ջան, շնորհակալություն, պարոն Օսիպյան, հարգանքներս, Արտակ Սարգսյան, նորաստեղծ Քոչարի կուսակցության հիմնադիր։ Մի երկու հատ հարց ունեմ, ճիշտ ասած, քննադատում եք նախկիններին, քննադատում եք Արցախը հանձնելուց, այ որպես քաղաքական գործիչ։ Ինչ եք արել, որ Արցախը չհանձնեին, ոչ թե սովորական մարդ եմ ասում, այլ որպես քաղաքական գործիչ, ինչ քայլեր եք արել, այսինքն այս վերջի արտագաղթի դեմ, ու ինչ կարայիք անեք, որ չեք արել, ու ինչու ձեր կուսակցությունը ինչքան էր հավաքել, 1.4 թե 1.5%, հա, ընտրություններին։ Մոտ 2600, դե այդ ինչքան որ տակը մնացել է, հանելուց բացի, որ հանել են մեր թղթերը, տակը այդքան մնացել, այո։ Լավ, հիմա ինչ քայլեր եք արել այդ, որ արտագաղթը չլներ, Արցախը չհանձնվեր, որպես քաղաքական գործիչ, չէ։ Հիմա ընտրություն չեք անցել, լավ, էդի շեմը չեք հաղթահարել, լավ, էդի, բայց ինչ է արվել ձեր կողմից, ձեր կուսակցության կողմից, որ էդի ամենաչսիրած բանը, որ մեր այս ազգի սիրած բանն է, գաղթը չլիներ։ Ուրեմն այդ գաղթի պատճառը հենց այդ հիմնական պատճառի դեմ ենք մենք պայքարել, երբ որ ասում ենք կոռուպցիա, այստեղ հարցը ոչ միայն հենց թվի փողի գումարի մասին է, այն մթնոլորտը անարդարության ինքը բերել անենց վիճակի է հասցել, որ մարդիկ չէի մոբիլիզացվում։ Եվ մենք հենց քաղաքականության մտնելու առաջի մեր պահանջները եւ մեր պայքարը եղել է, որ այդ թալանչիների դեմ, այդ հանցագործ ու անգարագետ կլանից ազատվելու պայքարեր, որի համար միջև հեղափոխությունը դեռ շուշվագաղութներով, ԱԱԾ-ով, դատախազությունով էին քաշքշում, եւ մենք նույնը շարունակել ենք հեղափոխությունից հետո, ասելով, որ այս սրանց տեղը բան տնե եւ մենք շատ լավ բարձ տեսել ենք 16 թվի ապրիլյան պատերազմը եւ այն ժամանակվանից դեռ ելույթ կա, որ 19-20 թվի մեր գործերը շատ է դժվարանալու, որովհետեւ նավթը հասնում է Ադրբեջանի միջև Եվրոպա եւ այլն հիմնավոր մենք սա ներկայացրել ենք ու ասել ենք պետք է առաջինը ոսկի հանք, Արցախեք, Արցախ էներգո, Արցախ գեզ, Արցախ բանկի վրա սահմանափակումներ դնվի եւ ամբողջ այդ հանցագործ այդ թալանչիների բանը թալանածը վերադարձվի բյուջե զենք առնենք։ Գոնե վերջի վերջո մի լինիա խրամատ պետքա չէ ունենանք 30 տարվա մեջ մի լիարժեք կառուցված առաջնագիծ ունենայինք։ Եվ այս պայքարը հենց սկսել է, ես մտել եմ քաղաքականություն, այս պայքարով միջև վերջը, այս պայքարով պատերազմից հետո նույնն էր, որ ասել ենք միջև այդ թալանածը հետ չվերադարձնենք, մենք էլեմենտար, երբ որ ասում ենք տեսախցիկներով գոնե ամբողջ սահմանագիծը փակեինք, որպեսզի գոնե թշնամու տեղաշարժը կարողանայինք տեսնեինք, ասում էին փող չկա, բայց պարզվում է, որ 467 միլիոն դոլար են կերել։ Այն դեպքում, երբ որ էլեմենտար տեսախցիկների եւ մեր պայքարը եղել է առանց, ոնց ասեմ, առանց որևիցե զիջումի, միջև Արայիկ Հարությունյանը չի հայտարարել, որ ինքը համաձայն է հրաժարականի, մենք նույնիսկ իր հետ բանակցության սեղանի չենք նստել։ Եվ միջև վերջ եւ ռուսների դեմ ենք պայքարել, հենց այն խաղաղապահների ղեկավարության դեմ եւ բանակցել ենք հետների ու նետել է պայքար ավելի շատ իրար հետ վիճել ենք, քան թե դա կարելի ասել ինչ որ իրար հասկանալու համար ենք խոսացել։ Եվ ես այսպեսի մի բան ասեմ, ես էլ եմ մտածել, կա ինչ որ մի բան, որ ես պետք է անեի, չեմ արել, չկա այդպես բան։ Չեմ գտել այն բանը, չի եղել որ ասեմ, ես ինչ բանը վտանգավոր է, չեմ անում։ Կարող է պատահել ես իմ ավելի իզաշիոննի մեթոդներ կա, ավելի ես իմ ինչ որ բաներ այս ձև այս մոտեցումը չլներ, մյուս մոտեցումով անենք մի ուրի, բայց դե հիմնականում քայլեր ինչ որ պետք է արվի, սա արվել էր ու այո, այդ առումով ճիշտ է, դա ինձ չի հանգստացնում, որ ինձնից ինչ որ գտնում եմ, որ պետք էր արվել, չի հանգստացնում, բայց դա պալից լինի ինչ որ ինքս ինձ չեմ մեղադրում, որ բայս ինչ բանը ինչի չեմ արել, բայս ինչի չի եղել նման բան։
ու մեր պայքարը միշտ եղել է կոշտ ու միշտ եղել է այդ հանցագործ կլանի դեմ եւ այո մենք պետք է իրանց կարողանայինք իշխանությունից մաքրեինք որ կարողանայինք Արցախ պահենք մենք պետք է ռուսներից հրաժարվեինք միջազգային խաղապահ ուժեր հրավիրեինք ինչի համար մենք բացահայտեինք պայքարը արվել է ամեն ինչ բայց ասում եմ դիմադրությունը Արցախի ընդդիմություն իշխանություն ցանկացած դոլարովի միլիոներներ են ռեսուրսները են մեր դեմ աշխատել ռուսի բանը ՖՍԲ-ն իր հերթը Տշնամին պարզա ստեղի ընդդիմությունը Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյան իրաց թիմով դե բնականաբար մեր դեմ Նիկոլ Փաշինյանն էլ միլիարդներով էր սնում այդ հանցագործներին այս է եղել մեր խնդիրը որ իրոք մեր դիմադրությունը շատ մեծ ռեսուրսների դեմ ենք դուսի զենք ոնց որ մենք տեսանք շատ էր ու շատ հանձնվեց այսինքն այդ եղած զենքը չօգտագործվեց ու դուք ասում եք ստեղ պետքա զենք Եստեղ համաձայն չեմ որ ասում են զենք պետք է իմանանք ինչ զենք Մինչև 44 օրյայի ժամանակ ավելի շատ զենք ա եղել քան պատերազմից հետո քան այս սեպտեմբերի բայց 44 օրյային ինչի չկարողացանք կռվենք հետո ինչ զենք ունի զենքը հարցլուծող է թե չէ հիմա հրացանն էլ է զենք ասենք ինչ սաղին հրացան ունենք ինչի չենք մենք հիմա կարողանում բանը ջերմուկը օրինակ ամենացած զավթած տարածքները ազատագրենք որովհետև համապատասխան զենքը չունենք եթե օդը բաց է սակայն պատերազմը բարգված է ես դրա հետ համաձայն չեմ երևի դուք ռազմական մասնագետ չեք երկիր ասեք որ օդը փագ է Արթուր ջան մի հատ ուրիշ հարց տամ Չէ մի վարքյան ես այդ ռազմական մասնագետ չեմ, բայց բանակ ծառայած եմ ու պատերազմերին մի օր էլ չեմ բաց թողել։ Մենք շատ լավ տեսել ենք, եթե գերճշգրիտ զենքերով աշխատում անենց ոնց որ ինքն է ուզում, քո օդը բաց է, չի լինում հաղթած պատերազմ։ Ուրիշ բան է, եթե մենք վաղուց, չգիտեմ, տունելներով, բանով բազդեդենց բաներ մենք չունեինք, եթե օդը բաց է, դու պատերազմը պարտված ես։ Իսկ որտեղ է օդը բաց, փակ։ Որտեղ որ փակ բացա բանանը, ոնց է որտեղ է օդը փակ։ Ուկրաինան բոլեյմենի փակում, բոլեյմենի, բայց ինչ որ չափով փակում է, դրա համար կարող է դիմադրի։ Որտեղ որ օդը, եթե օդը տվել ես թշնամուն, ինքը սա քո ամբողջ, հետո այդ գերճշգրիտ զենքերի արկայությունը ինքը արդեն ուրիշ մթնոլորտ է ստեղծում։ Եթե թշնամին խփում է 200 կիլոմետր գլուբինա, իր ռակետան խփում քո կամուրջին, ցել Ես թույլ տվեք մի հատ ես էքստրա հարց եմ տալու Արթուր ջան մի հատ էքստրա հարց եմ տալիս Քո հետ չհամաձայնվելով բայց հարց եմ տալիս քեզ Վաղը Երևանի մատույցներում եկան ինչ-որ ձևով տանկերը կանան ադրբեջանա-թուրքական ու մենք Երևանում պաշարված եղանք այսինքն կանած եղանք երկընտրանքի առաջ պայքարենք կռվենք թե թողնենք գնանք Ռուսաստան կամ Վրաստան կամ մի րոպե ախպեր թող մինչև վերջ հարցս տամ Արթուր ջան որ դու պատկերացնես ինչու մասին է խոսքը իրանք մտել են մեր սուվերեն տարածքի մեջ անկախ նրանից մենք ունենք այդ հնարավորությունը ամբողջովին պայքարելու դեր ոչ մենք պարտավոր ենք ճանապարհներ գտնենք այդ հարցին լուծում տալու եթե ես չեմ կարող որպես երկրի ղեկավար հարցին լուծում տամ որով ես գարանտ եմ կոնստիտուցիայով ու ամեն ինչով ես գարանտ եմ երթում եմ տվել Երբ որ անցել եմ վարչապետ կամ նախագահ, ուրեմն ես պետքա նույն րոպեին ստորագրեմ դուրս կամ ախպեր, ուրիշ տարբերակ չկա։ Համաձայն ես իմ հետ, թե չէ, թե մենք նորից Երևանն է թողնենք, այդտանք ախպեր։ Ասենք, սպասենք մի 5000 տարի հետո մի հատ էլ հայրենիք մեզ նվերցան։ Համաձայն եմ իմ առաջարկությունս կներեք, իմ առաջարկությունս, որը որ ես ներկայացրել եմ, թե ես անունը դրած նախագահ Շախարամանյանին միջև նախագահ դառնալը, թե ազգային ժողովում օգոստոսի 28-ին 23 թվին, երբ որ բոլոր ուժերն դեղ էին, նախկին ներկա նախագահներով, ասել եմ մեզ ունենք մի հատ ճանապարհ, եթե պատերազմ է, մենք պետք է կին երեխա բան միջանցք ուզենք հանենք ու քաղաքի մեջ նասիլյոննի պունկտերը պահենք, նայեք, միջև պատերազմը, միջև այս 20 թվի պատերազմը, մենք ունեցել ենք մոտորապես 240 կիլոմետր առաջնագից ու մոտորապես մի 17-15-17 հազար զորք։ 20 թվի պատերազմից հետո մենք ունեցել ենք 580 կիլոմետր առաջնագից ու 10,000 զորք։ Մենք այդ առաջնագիծը չէինք կարող պահել ոչ մի ձև, որ պատերազմի ժամանակ հենց տենց էլ եղել է։ Ազատ ամայի տարածքները եկել շրջանցել են, հետևները փակել եւ սա իր գործնեություն։
մենք ասել ենք կարող ենք պահել նասիոնալի պունկտերը։ Մնում ենք մենակ տղամարդկանցով Արցախում ու երթում ենք տալի, կամ սովից ենք մահանում, կամ հրազենից, կամ փամփուշտից։ Այսինքն պետքա պայքարենք։ Բայց չեք մահացա, բա որ մենք մեր ընտանիքները հանենք Երևան, այնտեղ ով է դրանց դեր կանգնելու։ Ես չեմ հասկանում, դու ոբշում, սա արդեն ղեկավարի զորույց չի, էլի։ Դու չգիտեմ, ընտանեկան տարես, դու բան ես, կողքարկա ես, դու ես չեմ հասկանում, թե դու պետության ղեկավար ես։ Այս առաջարկությունները եղել է, բայց մեր մոտ որևիցե լիազորություն չենք ունեցել մենք։ Եվ ինչ որ ասենք թե Արթուր ջան, իմ հարցը նրանք վատն են, դուք օպոզիցիա եք եղել։ Ես ասում եմ, դուք ինչ եք արել։ Այդ նասիլյոնի պունկտերում ինչի դուք չեք մնացել, ասում եք մնում ենք, զոհվում ենք, բայց այդտեղ նստած եք, ոչ զոհված եք, ոչ վիրավոր եք, ոչ մի վարքյան, մենք ես որ Ստեփանակերտից դուրս եմ եկել, մեր վերջի 4 հարևանի հետ եմ դուրս եկել, ամբողջ բանում։ Հարցերը դուրս չգայիք, Արթուր ջան։ 4 հոգով մնաց, մենակով պայքար ես ընդեղ, մենակով, պետության դեմ, չէ, մենք մի վարքյան, ես համաձայն եմ զոհաբերության, բայց կա որ դու գիտես ինչի համար ես քեզ զոհաբերեմ, բայց կա որ դու այնց էջ նահատակի պատմություն ա։ Կուսակցությանդ մեջ քանի հոգի էր։ Համախոհները։ Մենք 20 հոգանոց թիմով էինք աշխատում։ Կուսակցությունը 20 հոգով գրանցվել եք կուսակցություն։ Դա ոնց են գրանցվել, ինչ ենք արել, մենք լավ մի բան էլ ասեմ, ընտրությունների մենք երբեք չենք ասել մեզ ընտրեք։ Մենք մի անգամ էլ չենք 52 օր քարոզարշավի ժամանակ ասել մենք էս ինչ համարն ենք, ձայները տվեք մեզ, որովհետև դա մենք մտել ենք հեղափոխության մեջ։ Իսկ այդ ընտրաշավը ուղղակի փորձել ենք օգտագործենք, որպեսզի քանի որ ժողովրդի տրամադրությունը ձևերված է քաղաքականության վրա, այդ ընթացքը մենք հեղափոխություն անենք։ Այդտենց եթե թվում է թե մեզ դեր եղել են հազարավոր մարդիկ զորք ա եղել եւ այլն, մենք ոչ մի բան չենք արել, չի եղել, ու դա չի լինում, միջև պետությունը, բանակի դեմ դու ոնց կարաս անձով կռվես, դա բանը ջոխացիք չի։ Արթուր ջան, շատ հանգիստ։ Չէ, դե լավ, ես դու գիտեք ինչ է, եթե ձեզ թվում է, 44 օրվա պատերազմում ամբողջ զորքը կայնած, բանակը կայնած, Հայաստանը կայնած, չենք կարացել կռվենք, հիմա շրջափակման մեջ Արցախը դատարկված, ես համաձայն չեմ ձեր հետ, Արթուր ջան, չեմ կարացել, ես ձեր հետ համաձայն չեմ։ Մի հատ հարց տամ, էլի ձեզ, մի հատ հարց տամ, ինչի՞ չեք զենքը վերցրել, ստեղից հարձակվել, միջանցքը բացել, մեզ շնչելու տեղել, ինչի՞ չեք արել, այ հենց դուք։ Այ դրա վախն է կգա, ես իմ տարիքին ես իմ ուրիշ ծառայություններն եմ առաջարկել։ Սեպտեմբերի 19-ին 23 թվին անձամբ դուք ձեզ եմ հարց տալի, ինչի՞ չեք զենքը վերցրել, լաչինով մտել, եկել Ստեփանակերտ։ Նախ չէին թողի, որ զենքը վերցնեինք ու գայինք, էդի մեկ։ Բա մի վարքան, դες թվում է թե մեզ դենց ամեն ինչ թողում են, ասում եմ Արցախում արդեն չի վերաբերվում, այդ ոնց որ դուք եք ասում մնայեք 5 հոգով 10 հոգով, հիմա ես եմ ձեզ ասում 5 ընկեր ունեք, 5 ընկեր ունեք ձեզ, 20 շրջապատը կուսակցություն ասեցի, կուսակցությունում 20 հոգի մարդ կա, ինչի՞ չեք հիմա գնում Արցախը ազատագրում։ Բայց ով է ասում որ չեն գնալու։ Չէ, չեն գնալու չենք է խոսում, հիմա եմ ասում, կամ սեպտեմբերի 19-ին ինչի՞ չհարձակվակ։ Նիկոլը չթողեց, բայց այդ ջանդամի թե չթողեց։ Պատանա Շախարամանյանը, մի Նիկոլից վեճ պետայինելի գա, գիտեք ոնց։ Ես չէ, Արթուր ջան, ուրեմն դուք շատ բան չգիտեք, կան տղաներ, որ միջև հիմա էլ գիծ են անցնում ու հետ են գալիս։ Եկեք այդ մասին չխոսանք էս եթերում։ Չէ, մի վարքան է, դե տենսը դուք շատ բան կարող ա չիմանալ, դրա մասին չեմ խոսում։ Ասում սեպտեմբերի 19-ին, ինչի՞ չեք ռազմական ճանապարհով մտել միջանցքը մաքրել։ Չեն կարել։ Սխալ են կարել։ Չեք էլ կարող, մենք ինչ ենք առաջարկել։ Հիմա մի վարքան, դուք էլ շատ բան չգիտեք, հիմա խնդրում եմ լսեք։ Ինչ էինք մենք առաջարկում Արցախը։ Դա ես տենց ասում եմ, մենք գնանք 3 հոգով, ասենք բոյտանք զոհվում ենք, բան, ես հեքիաթներով չեմ ապար։ Մենք կոնկրետ ենք խնդիրը դեր, ասել ենք ռազմական ճանապարհով ուժու մեր ձեռը չի։ Ուժու թշնամու ձեռնա։ Ինչ անենք։ Ասել ենք խաղաղ երթ։ Ավտոբուսները շարել ենք։ Ասել ենք դուրս են գալի, աշխարհին ցույց տալի, որ առանց զենք գնում ենք միջանցքով միջև Հակարի, բայց տեղ պետքա տասնյակ հազարավոր մարդիկ, 50 հոգի, 100 հոգի բռնելու են տանեն Բաքու։ Պետքա հազարներ լինենք։ Ու ցույց տալի աշխարհին, որ Արցախցին նույնիսկ առանց զենք պայքարում է իր երկրի համար։
Եվ այդ երթը եթե լիներ նկարահանման տակ, սա շատ կարևոր է, ինչի համար մենք ճղվել ենք իրականում, որ եթե նույնիսկ ռեբը միացնեն, չկարողանան մեր կապը խլացնեն։ Սա մեր համար կարևոր է, որտեղ որ փաստա մնում, Ալիևը հանցագործություն չի անելու։ Նա խաղաղ բնակիչներին չի գնդակահարելու, եթե կա փաստը։ Վիդեոյի տեսահոլովակի տեսքով, желательно on-line տրանսլյացիա։ Ասել ենք ապահովում ենք ամբողջ գիծը դրանով ու հայտարարել, բերել ավտոբուսները շարել հրապարակում ժամը 6-ից երեկոյան 6-ից մինչև հաջորդ օրը առավոտը ժողովրդի մեջ աժիոտաժ էր, որ երբ է այդ երթը Արտուր, ճիշտ է դա, պետքա գնանք։ Ասացի մի րոպե, մենք սա պետքա դիմենք բոլոր դեսպանատորներին, դիմենք Հայաստանի Հանրապետության լրագրողներին, բանին, ու բոլորի ուշադրությունը դարձնենք ու մի հատ, ոնց ասեմ, մուզվոդով, պարադով, այսինքն представление պետքա մի հատ կարողանանք կազմակերպենք ու մեկնենք Հակարի։ Մեզ դրա համար պետք է 1-2 օր ժամանակ, որպեսզի ռուսների հետ եւ այլն։ Սա մի հատ սցենար է, առանձին պատմություն չեմ ուզում ժամանակ կորցնեմ, ներկայացնեմ, թե ոնց ենք մենք դա պատկերացնում, բայց դա ասեմ, հիմնական ֆիշկան նրանն էր, որ դա սա լիներ տեսանկարահանման տակ։ Ուրեմն Հագին ազը հաջորդ օրը հրապարակում մի հատ բան մի հայտարարություն անում, որ սա Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի խաղն է, որ փորձում են պարավակացաների դիմեն բան միջանցքում եւ բերեն խժդժությունների զոհերի պատերազմի։ Այդ նույն տեքստը վերցնում է մեր ազգային ժողովի պատգամավորը, դուրս գալի հայտարարում, որ սա Նիկոլ Փաշինյանի ու Արայիկի խաղն է, Արտուր դեն կամակատարն է, այդ ասեմ որտեղից է այդ կապիկությունը գալի, որ սրա նրա են կպցնում։ Ու նույն Ադրբեջանը ինչ որ ասել է, այդ վախը սկսում ներշնչել է, այդ քարոզը անել է մեր ժողովրդի մեջ։ Հաջորդ օրը առավոտը արդեն տրամադրությունն զրո էր։ Ում հետ խոսում էի, բերան ասում են, որ Արտուր վախենալու է, վախը մենք արդեն գանք։ Մի օրվա մեջ ամբողջ մթնոլորտը փոխեցի։ Վիտոյի դեպուտատները, դաշնակները եւ այլն։ Թուրքի քարոզը բերան դրել են սկսել ժողովրդի մեջ բանանել։ Մենք միշտ պայքարում էինք, որ ժողովրդին ոգեշնչենք, անենք համարձակ քայլ, իրանք միշտ հակառակը, որ ժողովրդին վախ ներշնչեն, որպեսզի ենթարկացնեն, ինչպես մեզ ղեկավարում են 30 տարի, երբ որ Արցախում, երբ որ ինչ-որ մեկը հարց էր բարձրացնում, միշտ այդ էր ղեկավարության բանը, թշնամին մեզ ա նայում։ Հաղթահարած ազգին 30 տարի պարտված թշնամով վախցրել են եւ այդպես այդ ազգը ղեկավարել։ Եվ երբ որ եկել այս քրիտիկական պահը, այդ գործոնները միշտ աշխատում։ Մինչ այսօր Նիկոլ ինչ անում, եթե իմ ասածս չլինի պատերազմա։ Էսա հայ ազգի 30 տարվա ղեկավարների մեթոդը։ Պարոն Օսիպյան ջան, նախ մի հատ եկեք գազային նայենք։ Խաղաղ երթերն են սպանում, մեդիան էլ է անդեղ, մեդիայի կամերաների տակ են սպանում, ամբողջ աշխարհը ասում է թողեք դուրս եկեք, մարդիկ դուրս չեն գալիս։ Հիմա իմ հարցը մենք գազա չենք։ Արևմուտքի Ամերիկայի վերաբերմունքը այլ էր եւ Ալիևը չէր գնա ասում եմ ֆակտերը եթե լիներ, ֆակտերը եթե դու ապահովում ես, այ դրա տակ ինքը հանցագործություն չի անի։ Նենց բարձ արել է, այնա արել է։ Բայց ասում եք ինչ ենք արել, այդ եմ առաջարկել։ Զենք չունենք, Ալիևը ճակերտներով էկոակտիվիստներով է մեր հետ պայքարում։ Մենք էլ ենք անցնում այդ դաշտ, հրապարակային քաղաքական դաշտ։ Մեկնենք Հակարի, եթե Հակարին չենք բացում, էս է եղել բանը։ Ուրեմն կին երեխա հանում ենք, տղամարդկանցով հետ մնում, բայց սա մի հոգու, երկու հոգու որոշում չի, սա պետք է պետական մակարդակով արվի, որպեսզի մասսայական լինի, ինչ ամնշտակում 4 հոգու օպոզիցիա է, պետություն չկա, բայց ինչ է օպոզիցիա կոչվի, եթե սպասում եք պետությունը պիտի։ Հələ մի րոպե կներես, Արտուր, մի րոպե կներես, էլի Արտակ ջան, այս մարտիկ օպոզիցիա են եղել, փոքրամասնություն են եղել, 2000 հոգի ընտրողն են ունեցել, ախպեր։ Փորձել են ինչ-որ բան անեն, դու ոնց որ ուզում ես հիմի ասես, որ ախպեր, շատ է պետությունը չի, դե այն մարդիկ կոնկրետ քեզի հարց տվեց ու ինձ հարց տվեց նույն ժամանակ։ Դու, բայց դու ինչով ես տարբերվում։ Հիմի այսօր դու
Կուսակցություն ես, քանի հոգով ես կուսակցություն գրանցել, Արտակ Ես ջան։ չեմ ամանչում, Չէ, քանի հոգով ես կուսակցություն, քո կուսակցությունը քանի հոգով է գրանցված։ Հիմա 500 հոգի է։ Ես չեմ 500 հոգի ձեզ վերցրեք ախպեր, լիքը բան կարա կանեք սահմանի վրա։ Արսեն ջան, արվելու է։ Չէ, հարցը նա, ես չեմ Արվելյան ուրիշ է, բրատ, երբ որ դու ընտանիքի երեխեքը թյորպանդեղ են, պետությունը հանձնվում է, Հայաստանի ղեկավարությունն ասում է չեմ մասնակցում, դուք ախպեր ինչ կանես, քենես կռվես որ երեխուդ գյուլ են, թե այդ բանը կհանես հետո լուծելու համար։ Որ մտան Հայաստան 100%, ես գաղթական չեմ դառնալու, Արսեն ջան։ Չէ, մի վարքան Հայաստան մտել։ Նենց չի որ չեմ մտել։ Մարդիկ Հայաստան ունեն գալու, ես ուր եմ եթալու, Արսեն ջան, Պարսկաստան։ Նայ, չէ, ես Հայաստանի, ես իրան որ դու հարցը տալիս ես, իրանք ունեին տեղ գալու, այդ դու նկատի ունեցի դա, նոր ասա ախպեր, իրանք նայ, ես հիշում եմ, հիմի նայ, Արտուրը պատմում է, ես խրոնոլոգիայով հետ եմ գնում, հիշում եմ ավտոբուսների պատմությունը, անգամ հիշում եմ բետերի պատմությունը դու ես, չէ՞ Արիջ։ Հա։ Խաղապանների դեմը որ գնացիր ավտոն քաշիչ կանար բետերի դեմը։ Ճիշտ է։ Ես դες բաներ կա որ հիշում եմ, այստեղ են իրոք նստած չի եղել, ախպեր։ Գործ արել, բայց ինքը արել է այնքան, ինչքան հնա, հիմի որ ինքը չի մերի, արի չմեղադրենք, ախպեր որ էս մարդը չմերա։ Ես չեմ ասում պետք է մեռածելներ, ես ասում Գմերներ 100%։ Չէ, ես չեմ ասում, ես ասում եմ, հա, քննադատել լավ է, քննադատում ենք լավ է։ Հիմա որ Հայաստանի վրա գան, Արսեն ջան, ես նստեմ մտածեմ, թե ասեն կառավարությունը չի անում, ես պետք է չանեմ։ Չէ, ախպեր, տես, ինքը արել է, մի րոպե Արտուր, ինքը արել է Արտակ, բայց մենք, ես ու դու իրար հետ նստել ասում ենք ախպեր հերվից հերու, ասում ենք լավ չես արել դու։ Այդեն չի լինում, Արտակ ջան, տեղում ինքը արած հնարավորությունների չափով արել է ախպեր։ Մի բան եթե մարդը ասում է, եթե մի բան էլ ես քիչ եմ արել, ուրեմն ախպեր ես քիչ եմ հասկացել, հիմի դրանից լավ adekvat պատասխան դու սպասում ես։ Այդ եմ ուզում հասկանամ ախպեր։ Լավ, Արսեն ջան, շնորհակալություն ձեզ։ Հետո կներեք, էլի Հայաստանի վրա ոչ թե եթե գան։ Եկել են, այն ջերմուկ կանգնած 500 հոգով դուք եք, մեկն էլ ես եմ, գալիս եմ ձեր հետ զենքը վերցնեմ, բերեք գնանք խփենք։ Ես գալիս եմ ձեր հետ։ Բայց դե բերեք չասեք, երբ որ կգան, բան եկել են, վաղուց, մատ են թափ տալի, ստորացնում են մեզ։ Չեն ստորացնում ես։ Ոնց չեն ստորացնում։ Ատարել են մեր զինվորների բանը տրաֆեյնի պարկա սարքել Բաքվում։ Ոնց չի ստորացնում, բա ինչ է անում։ Դե բերեք գնանք այդ պարկը ջարդեք։ Ստորացած զգացեք, ես ստորացած չեմ զգում ինձ։ Չէ, չեմ ասում, ես ստորացած, ես ասում եմ ինքը մեզ տենց է վերաբերվում։ Բայց մենք ինչ ենք անում։ Ինչ ենք անում։ Հարցը նրանում է որ Արտուր ջան։ Տես Արտուր ջան, մի հատ է քեզ հետ խոսամ։ Չէ, դու որ ասում ես մենք հնարավորություններ չունենք ջերմուկից այդ զորքը դուս անելու, ես քեզ լիաթոք ասում եմ, որ այնտեղ դու սխալվում ես Արտուր ջան։ Մենք ամեն հնարավորություն ունենք թե օդի պարագայում, թե զենքի։ Չէ, դու ասես չունենք որ հանենք, ախպեր։ Ասիր չունենք որ հանենք։ Ասիր մենք հնարավորություն չունենք որ հանենք։ Մենք կամք չունենք, ախպեր, մեր իշխանությունները ոչ ու բարով։ Ինձ ու քեզ չունենք, այդ իշխանություններին գտնում ես որ հնարավորություն ունեն։ Ախպեր, ես ոչ թե ասում եմ իրանք ունեն, ես քեզ կարամ ապացուցեմ չլինելով զինվորական, կարամ ապացուցեմ որ այսօր Հայաստանը ամեն ինչ ունի, որովհետեւ լյուբոյ Հայաստանի սահման մտածին ընդամենը 5-6 ժամվա մեջ ձերբակալ է ախպեր, վերցնի գերի։ Էտա Պապիկյանը պետք է կազմակերպի։ Ախպեր, դե հենց այդ է, ես քեզ ասում եմ մենք ունենք հնարավորությունը, իշխանությունը չի ուզում։ Չունենք, եթե դե Պապիկյանը նստած, արդեն չունենք, տես միգուցե պատենցիալ ունենք, բայց հնարավորություն ես ղեկավարությունով չունենք։ Մի հատ հարց տամ էլի քեզ ախպեր, մի իշխանություն, որը ասում է մենք զինվոր բանը զենքով հարց չենք լուծելու, ունենալով թշնամի առաջը, թշնամին լսում է, չէ՞ ինք ինչ ասում։ Հիմի որ աղա մտա Վարդենիսը վերցրավ ախպեր։ Ինչով է տարբերվելու ջերմուկը Վարդենիսից։ Ինչով ախպեր, երասխը մտավ ու երասխը բան հետ կողքի գյուղերը սաղ վերցրավ ախպեր։ Ինչով է տարբերվելու։ Բանակցություններով մենք կարանք այդ ամեն ինչը հետ բերենք։ Ախպեր խոսում եք, ցավերը տանեմ։ Մինչև վերջ ասեք։ Մի պայք ոչ մի բան քերեք ախպեր, ինֆորմացիան այս ժողովուրդը անգել մոլորված է, չի հասկանում ինչա կատարվում, մենք տեխնիկապես ենք այսօր կարողությունները վնա, մեր բանակներն արդեն վերազինվել համարյա թե 80 եւ ավել տոկոսով, ու լավ վարժանքներին էլ անում, ախպեր, մենք հնարավորություն ունենք այսօրվա դրությամբ, մեկ գիշերվա ընթացքում 300 հատ գերի բերենք, 300 հատ,
Մինիմում, սև լջի ու ջերմուկի մոտ կանած։ Դու ծիծաղում ես ախպեր, ես չեմ ծիծաղում։ Մի վարքյան, ասեմ ինչով եմ ծիծաղում։ Պաշտպանության նախարարը պատմագետ, պատմաբան է։ Ես նրա ձեռ ավելի լավ, ավելի շուտ մի տիկնիկ կպատկերացնեմ, քան ավտոմատ։ Դու ումով ես դա անում։ Նիկոլը պետք է ղեկավարի դա, թե Պապիկյանը պետք է ղեկավարի դա։ Ես չեմ ասում, նայեք, ես չեմ ասում, թե մենք Պապիկյանը կարա թե չի կարա։ Ես ասում եմ քեզ Արտուր ջան, ես ասում եմ Հայաստանի Հանրապետության բանակը, մեր բանակը ունի այդ հնարավորությունները, այդ գործողություններն անելու։ Ուղղակի կամք չկա ղեկավարության կողմից, որ դա կառավարեն, անեն։ 44 օր տեսել եմ մեր բանակը։ Ես տեսել եմ այդ բանակը 4 օր ապրելու 16 թվին։ Ես գիտեմ բանակը ինչի է պատկերացումներ ունեմ, ինչի է ունակ, ինչի չի ունակ, բայց մի ուրիշ հարցեր ունեմ միջալոց։ Երբ որ ասում ենք, այ արցախցիները տենց պրոռուսական են, ռուսին են ոչ բանանում համակրում, բա մենք երբ ենք գնում ստեղ Թուրքիայի սահմանից ռուսական զորքը հանենք։ Ախր абսուրդը սրանումն է, ստեղ ռուսական զորք։ Հենց որ ասում են ռուսները դուրս գան նույն պանիկանը գնումա, որ Արցախում։ Արցախցի հայաստանցի քաղաքական ոչ մի բանով չի տարբերվում։ Ոչ է քաղաքական հայացքներով է տարբերվում։ Եթե թվում է թե արցախցիները պրոռուսական են, մեր Հայաստանի Հանրապետությունը քիչ են այդ պրոռուսականների, քիչ չեն, շատ են։ Ու հենց որ հարցը դնես Ռուսաստանի ստեղից հանես, կարող է ավելի շատանան ու գամ հելնեն դրանը տարչել։ Հիմա եթե մենք խոսում ենք ինչի արցախցիները բանը խաղապահներ են դիմավորել, ես չեմ պատկերացնում խաղապահները ինչ պետք է անես։ Կրակեինք, մորթեինք, սպանեինք, իսկ եթե այդպես ենք խոսում, բերեք Չէ, կրակեն մորթեր չէ, կանի Արտուր, դու ես ուտից ուր գնացիր, ախպեր։ Չէ, բրատ, ես չեմ ասում կրակեիք, սպանեիք, բայց դուք շնորհակալ, դուք ասելով քեզ նկատի չունեմ։ Մարդիկ, որոնք ճակերտավոր արցախցիներ Ես ասում եմ, հելա շնորհակալություն հայտնեցին ռուս զինվորին 30 տարի հայ զինվորի արած այրան հաշիվը։ Ռուսին ասի շնորհակալություն։ Հիմա հարց եմ տալիս։ Ինչի ենք մենք ստե պահում, որ Հայաստանի վրա հարձակումը լինի մի հատ էլ Հայաստանը կործանենք։ Ինչի ենք մենք ռուս զինվորներին պահում ստե։ Ինչի չենք հելնում մեր Նայ Արտուր ջան Ռուսաստանի Դաշնության Կրեմլի հետ գործ ունենք մենք, ռուս ժողովրդի հետ գործ ունենք, միակամից ասում եմ։ Կրեմլի այսօրվա իշխանության հետ ես քեզանից 3 անգամ ավելի շատ սենց ասած աշկ-աշկի չունեմ իրաց տենալու, որտեվ ես գտնում եմ, որ իրանք մեր պարտության մեջ երևի թե հայերից մեզնից հետո ամենագլխավորն են արտաքին ուժերի մեջ։ Մենք ենք մեղավոր մեր պարտությունների մեջ, արեք մենք հերիկա ռուս, ամերիկացի, ֆրանսիացի, ես էլ եմ ասում, ախպեր չգիտեմ, մենք մեֆերում չեմ կարող այդ բարերով ասեմ, սենց ասած ախպեր, մենք հրավիրել ենք իրանց ասել ենք, արեք ախպեր, մենք ձեզից տրուկ ենք ախպեր, ինչ ուզում եք անում ենք, արի ոտդ կպաչեմ, արի ձերդ կպաչեմ, մենք ենք արել այդ ամեն ինչը, Արտուր ջան, հիմա իմ ասելիքս, հա, ասելիքը ճիշտ է, բայց մինչև վերջ ասա, կիսատ մի ասա, ոչ թե ասենք, ու ձեր որով չեմ ասում, գիտեմ, որ դուք այդպիսին ինչ ենք, բայց դե մարդիկ ասում են արցախցի, հայաստանցի, սենց չի պետք է կիսի, իրարից ինչ սովորելու ունենք, պետք է սովորենք, այս սխալները, որ Արցախում ենք արել, ստե չի պիտի կրկնենք ու միասին պետք է այդ սխալների վրա սովորենք, հիմա հարց, այն ոնց որ ռուսը եկել է Արցախը հանձնել, հիմա ինքը մեծ հաճույքով մեղրին է հանձնում, մի Իրանն է որ պահում է այդ մեղրին, ուրիշ պահողել չկա, եթե Իրանի գլուխը շաղվեց, Թուրքիան, Ադրբեջանը հարձակվեց, ռուսները ստե մեզ ներսից ծախելու են, սա քո հետախուզական տվյալները, ներսը պանիկան մտցնելը, այդ տրամադրությունները բարձրացնելը եւ բոլոր այդ մթնոլորտը ներկայացնելը Ադրբեջան, դա ռուսի գործն ալնելու, ինչի չենք մենք հիմա, դուրս Արտակի հարցն եմ տալիս։ Ասեմ ինչի, Հայաստանցի Ղարաբաղցի իրոք որ տարբերություն չկա, այն ինչով որ Ղարաբաղցիներն են տառապում, նույնն է տառապում ամբողջ հայ ազգը, այն ինչով որ Երևանը մեն տառապում, նույնն է տառապում այն արցախցիները, մի ուրիշ բան էլ է, մի ուրիշ ֆակտը, շատ էին ինձ ասում, ինչի չեք գալի ձեր Քոչարյանի ստեղից հանում, արա Հայաստանի, եթե այս մասում էլ, ինձ էլի Հայաստանի Հանրապետությունը միջև քյուր գետի ափնա գնում, բայց դե, այս դե յուրե Ալմաթայով ճանաչված Հայաստանի Հանրապետությունում մեր քույր եղբայրների այդ օգնությունը
Ռոբերտ Քոչարյանին, ավելի շատ է, քան Արցախը։ Արցախը բան դե յուրե 103,000 ընտրող կա։ Ընտրության մասնակցում էին 70-73,000 պատալուկ։ 2021 թվին Ռոբերտ Քոչարյանը ըստ 240,000 ձայն է հավաքել։ Դա 2 անգամ, 3 անգամ իր աջակցությունը ավելի շատ է ստեղ, քան Արցախում։ Բայց մենք ասում ենք, եթե դու Արցախցի ես, Քոչարյանական ես, բայց տենց բան չկա։ Մեր խնդիրները ընդհանուր է։ Մենք մեր սխալներն էլ է ընդհանուր։ Մենք իրարից շատ չենք տարբերվում։ Բայց փոխարենը խնդիրները ձևակերպենք, այ դուք ոնց որ դու ես ասում, Ռուսիայի հետ հարցը լուծենք, կարողանանք կոռուպցիայի դեմ գնանք այդ թալանչիների աշկը հանենք։ Մենք Հայաստանցի, Ղարաբաղցի, չգիտեմ Ղարաբաղցին Քոչարյանական պրոռուսական է, Լենինականը մեր ահագին մարդիկ գնացին պրոռուսական ուժերին ձայն։ Սիպյան, ձեր ասածը նույն այդ պարակտումն է, ես քանի ժամա ձեզ լսում եմ, ասենք ոչ մի բանով չի տարբերվում, ձեր ասածը այդ նույն պարակտումն է քարոզում։ Որն է։ Ամեն ինչ որ դուք խոսում եք սրանից առաջ, բերում եք այդ նույն նախկին կոնկրետ ասեք, ոնց որ նստած Նիկոլ Փաշինյան լսեի։ Կներեք այս արտահայտության համար, էլի, ասենք նախկին ներկա հիմա ես ասեմ, ոչ թե Նիկոլ Փաշինյանն եմ, ես լսում եմ այն նույնն են, որ այն գեներալները իրանց ագենտուրաներով լուրեր էին տարածում, հիմա այդ նույն լուրերն եմ լսում ձեզնից, կոնկրետ ասեք, որ մի նախադասությունուս, որ մի միտքս ա եղել պարակտիչ։ Նախկին ներկա հայ ազգի մեջ տարբերություն չկա, մենք նույն սխալներով ենք տառապում, նույն խնդիրներ ունենք, մենք պետք է Արցախի սխալների վրա սովորենք ամբողջ Բայց Արտակ ջան, նախկին ներկա ասելով ես էլ եմ ասում նախկին ներկա, ախպերս ինչով եմ պարակտում, մի հատ ինձ կա ասես։ Դա արդեն իրա Ինչով ախպեր։ Ես որակավորում եմ տալիս, ընկեր, ես չեմ պարակտում։ Ես նախկինին ավելի լավ եմ ճանաչում, քան թե ներկաներին, ախպեր։ Ինչից ես դու վերցնում, որ ես պարակտում եմ։ Ես տարանջատում եմ ախպերս, որակավորում եմ տալիս քաղաքական տեսակետից, իրա մարդ տեսակետ չեմ տալի։ Քաղաքական նախկինների մասին խոսալիս ես ասում եմ հետեւյալը, որ նախկին ղեկավարության կարկառուն անդամները այլևս իրավունք չունեն Հայաստանում որևիցե մի ձևով ստանձնել թե ընդդիմություն, թե իշխանություն։ Ինչով եմ ես պարակտում ախպերին, ին որակավորում տալու։ Բայց մեր ասելով է, թե ժողովրդի որոշելով է։ Ժողովուրդը ես կասեմ ժողովուրդը թող որոշի ախպեր։ Պարակտումը, ինչու՞։ Եթե ժողովուրդը 4 ղեկավար ունենք, 4-ի տեղը բան տնան ինքներ չմա։ Ինչու՞ եմ պարակտում։ Մի րոպե, ես ասում եմ, դու ասում ես, Արտուրն ասում է, ժողովուրդը ընտրում է։ Ինչ եք վախենում, որ մենք ճիշտ ենք ասում, ախպեր, այդ եմ ուզում հասկանամ։ Ես չեմ վախենում, ես ընդհանրապես քննադատության Դու քաղաքական որպես գործիչ, չէ, տես։ Ես քեզ հետ խոսում եմ Արտակ Սարգսյանի հետ չեմ խոսում, ես խոսում եմ Քոչարի կուսակցության ղեկավար ստեղծող Արտակ Սարգսյանի հետ։ Ես դրա համար ասում եմ, ինչու՞ եք վախենում, որ մենք սովորական քաղաքացիներից կարա ճիշտը խոսանք։ Անցյալների մասին, բայց ինչ ես որակավորում տալու, որ պարակտում եք, ինչով ենք պարակտում։ Մի բանից եմ վախում, դա իմ Աստվածն է։ Ես ուրիշ ոչ մի բանից չեմ վախենում։ Ես ասում եմ, ես քաղաքական բառով եմ ասում քեզի, Արտակ ջան, քաղաքական իմաստով։ Դու քաղաքականությունից դուրս մի արի իմի։ Անձնականով դու գերազանց անձնավորություն ես։ Եթե գնում է քո ընտանիքի, քո մարդ տեսակի մասին, դա չենք խոսում։ Դու քաղաքականությունից ես խոսում, ես քեզ պրամոյ ասեմ, քո արդայդած մտքերի հետ 50%-ը ես համաձայն չեմ, որ Հայաստանը այդ ճանապարհով գնա, բայց ես քեզ հարգում եմ որպես հայ ու շատ մեծ հույսեր ունեմ, որ այն մնացած 50-ը կօգնի իմ երկրից զարգացման համար։ Հիմա ես վատն ասի քո համար, թե լավ ախպեր։ Անջատեցի քեզի Հայաստան։ Չէ, չեզոք, դու չեզոք միտք ես Արսեն ջան, ես ասում եմ, այս քննադատություններից ժողովուրդն էլ է հոգնել։ Եկեք 2 ժամա լսում ենք, ճանապարհ չեմ տեսնում, եկեք ճանապարհ առաջարկեք։ Okay, թող մի խոսանք ճանապարհներից։ Օրինակ դու ինչ ես առաջարկում Արտուր ջան, ոնց ես դու Արցախի հայերի, Արցախից դուրս եկած հայերի ճակատագրի հետ տեսնում լուծումը, ոնց ես տեսնում այդ լուծումը։ Ինչ պետք է անեն։ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած պլանով առաջ գնան։ Ինչ անեն, ինտեգրվեն, իրանք ամբողջովին պիտի ինտեգրվեն հայկական միջավայրի մեջ, թե չէ։ Մենք ինտեգրված ենք, մենք ինտեգրվելու խնդիր չունենք։ Չէ, ինտեգրված չեք։ 18 տարեկան տղեն չի հետում բանակ, ախպեր, իմ համար շատ կարևորագույն հարց է դա։ Հա, պասպորտն են ասում փոխի։ Պասպորտն։ Դե ես հարց եմ տալիս քեզ, դու ո՞նց ես այդ որոշում բանը տալիս։
ոնց եք դուք Նոր ճիշտ բան չեմ համարում։ ասելու։ Լուծման առաջարկությունը մի քիչ առաջ եթերի որ սկսում էինք, դու ես ասել։ Ինչի՞ չեք անում սենց։ Ինչի՞ չեք գնում նրանց աշխարհանում, այ իսեր ասեցի դրա մասին, եւ միջև հավակնեմ խոսացել եւ քաղաքականություն մտնելուց դրդապատճառը դա էր, որ այդ թալանչիների աշխարհ մի սան։ Միջև սա չանենք, միջև այդ թալանածը հետ չբերենք, ժողովրդի մեջ համերաշխություն չի լինելու։ Դա նաև ասում եմ, ոչ միայն ֆինանսական միջոցները, որ կարող ենք ծախսել պաշտպանության կամ կրթության կամ եսիմ ինֆրաստրուկտուրայի վրա ենթակառուցվածքների, չէ, սա կարևորագույնը այդ համերաշխության մթնոլորտն է, որ այդ թալանը վերադարձնելուց հետո այդ մթնոլորտն ենք ունենալու։ Այստեղ արդեն ուրիշ ձև ենք մտածելու։ Այստեղ արդեն կարողանում ենք համախմբենք, կարող ենք խնդիր դնենք։ Իսկ այս ներսի խժդժությունը, հենց կոռուպցիայի դեմ կրկնում եմ, պայքարի բացակայությունն է, բայց սա լրատվականները իրանց ձեռը իրանք են թելադրում, միսուտն էլ 1000 անգամ որ ասում են, մարդ արդեն գիտի թե դի ինֆորմացիայի քանակով ճիշտը, սխալը որպես ճիշտ մատուցում են։ Ուղղակի այդ քանակը մեծացնելով այդ ստի։ Մենք միջև սրանից չազատվենք այդ հրեշներից, որ այդ ինֆորմացիոն դաշտը սաղվեցնել իրաց ձեռը։ Իմիջիայլոց թե ընդդիմություն, թե իշխանություն։ Մենք ոնց կանանք մեր ժողովրդի հետ խոսենք։ Տեսնում ես խոսալել չի լինում, ինչքան ենք պարակտված, ոնց է մեկը նույնիսկ մյուսի միտքը միջևերս չի լսում, ուղղակի միցերից բռնում է ու տանում թեման լրիվ ուրիշտեղ։ Մենք ամբողջ հետ ենք տեսնում։ Հիշում եք 18 թիվը ընտրություններից հետո ժողովրդի վերաբերմունքը մեկը մեկի նկատմամբ ընդհանուր այդ մթնոլորտը այդպիսի հային ոնց կարան հաղթել։ Հիմա ուրիշ բան է, որ այդ հեղափոխության արդյունքում ունեցել ենք այն ինչ որ ունեցել ենք։ Էլ ինչ ենք ասում։ Այ դու ես չէ հեղափոխությանը աջակցել, այ ժողովուրդն էլ իրան։ Այ Մերժին Սերժին գաղափարին աջակցել եմ ու աջակցում եմ մինչև հիմա։ Իսկ այդ հեղափոխության արդյունքում մենք ունեցել ենք ոչ սենց ասենք, հա, այն սպասելիքները, որը որ ունենք, այդ չի եղել, տեղը Նիկոլ ենք ստացել։ Ուրեմն խնդիրը նա է, որ Հայաստանի Հանրապետության մեր քույր եղբայրները ընտրեն նոր առաջնորդ, դուրս գան Նիկոլի դեմ, այդ մեծամասնությունը երբ որ իշխանափոխության հարց կդնի, այն ժամանակ արցախցիներն էլ միանան ու միանան ի աջակցություն Հայաստանի Հանրապետության մեր քույր եղբայրների մեծամասնության։ Այսպես եմ, բայց դե այն որ ասում արցախցիները դեռ պետք է իրանց մասով սկսեն, մենք եթե Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան քաղաքական դաշտից հանենք, Նիկոլը մի օր էլ չի իշխանության մնալու։ Եվ հենց սա է, որ պետք է նաև մեր արցախցիները հասկանան։ Շատերը չեն հասկանում, որ Քոչարյան աջակցելով Նիկոլ է իշխանության։ Նիկոլ Փաշինյանը ավարտում է։ Դուք ժողովուրդը իրան ընտրում, դուք այդ մարդկանց ոնց եք ուզում հանեք, մի հատ կարաք ինձ բացատրեք։ Նայեք ինչ եմ ասում։ Որ տալիս եք, իրան քաղաքական գործիչներ են, ինձանից էլ քաղաքական գործիչներ են, իմ ազգը իրան ձայն է տալի, ու քիչ ձայն չի տալիս։ Մա ձեր հարցի ես լսել եմ, 20 թիվին էլ են, 18 թիվին էլ են ձայն, երբ որ Հայաստանի Հանրապետության մեր քույր եղբայրները մեծաճնշող մեծամասնությունով դուրս գան Նիկոլի դեմ ունենալով առաջնորդ, այն ժամանակ արցախցիները միանան Հայաստանի Հանրապետության այդ ճնշող մեծամասնությանը, մեր հասարակ քաղաքացիներին։ Ես այս ձև եմ պատկերացնում, ոչ թե մենք դուրս գանք ասենք Նիկոլ հրաժարական, այ սա, այ երբ որ կգա գործը կհասնի դրան, երբ որ ստեղի ժողովուրդը որոշում կկայացնեն, այն վաղ թե հեղափոխությունով է, թե ընտրությունով է, հերթական, թե արտահերթ, սա հարցի մի կողմն է։ Երբ որ Հայաստանի Հանրապետության մեծամասնությունը որոշում կկայացնի իշխանափոխության, այն ժամանակ արցախցիները կմիանան։ Մինչդեռ դա չկա, անիմաստ է արցախցիները նման քայլ անել։ Արցախցիները կարող են հիմա անեն իրանց մեր խնդիրը նրանումն է կլանի ջախտը տալ։ Կլանի ջախտը տալ։ Artur, իսկ ինչ նպատակ դրել են, չէ, կանի։ Նիկոլ Փաշինյանի, ախպեր, հարց եմ տալիս։ Հարց եմ տալիս, ինձ չես տեսնում։ Նիկոլ Փաշինյանը դավաճանը թե չէ, հարց եմ տալիս քեզի։ Միանշանակ, ու թող ես այս հարցին կոնկրետ պատասխանեմ։
2020 թվի պատերազմի պարտությունը դա եղել է հիմնականում նախկինների մեղքը։ Հիմա ուզում եք ասեք արանջատը մեջ չէ, ոնց ասեմ, նախկինների մեղքը։ 2023 թվականը իրանք Արցախը հանձնել են համատեղ։ 23 թվականից հետո Նիկոլը երբ որ հարցը փակում է ու Հայաստանի Հանրապետության գլխի մի նոր սպառնալիք բերում, սա միայն ու միայն Նիկոլի դավաճանությունն է։ Էս է կարծինան, որը ես կարող եմ հիմնավորել բաց երևի մի ուրիշ եթերում արդեն երկար ենք խոսում։ 20 թվի պատերազմը մենք կռվել ենք ոնց որ կարացել ենք։ Այն մնացածը հեքիաթ է, ով ինչ խոսում է։ Այն նույն գեներալները ես բարձրաստիճան այդ գեներալների մեղադրանքներն եմ ասում, հեքիաթներ, թող է թռել են, սկսել հեքիաթներ պատմելը։ 2023 թիվ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Վիտալի Բալասանյան եւ էքս-ղեկավարները բոլորը միասին են Արցախը հանձնել ու այդ միլիարդերը, ասում եմ, դրա համար է գնացել, ուրիշ որևիցե բացատրություն ես նրան չեմ կարող գտնել։ 23 թվին հիմա որ հարց ասում է փակա Մինսկի խումբը լուծարը փորձում լուծարի։ Սա Նիկոլի դավաճանությունն է եւ սա մեծ վտանգ է Հայաստանի համար, էգզիստենցիալ վտանգ է։ Էսա դավաճանա թե չէ, այս կոնտեքստում։ Լավ, ես իջնեմ Արսեն ջան, շնորհակալ եմ պարոն Օսիպյան, ես իջնեմ թող ադմիրալը բարձրանա։ Չէ, ես հեսա բանը, ես արդեն սենց ասած մենք Արտուրին ճանապարհելու ենք, եթե Արտուրը հոգնեց։ Արտուր ջան, հոգնել ես թե կարա շարունակես։ Դե լավ, բերեք մի հոգու հետ էլ բան անենք այդ Չէ, դու շատ բան է, ասենց սուր ես ընդունում ամեն ինչը, ու անձնական ես ընդունում, ես դրա համար քեզ ասի։ Սուրը անձնական մի ընդունի, մի կարա մենք ասենց արդագետ բարձր տոներով խոսանք, ախպերս։ Այս եթերից ետնանք մի հատ ուրիշ եթեր, այնտեղ իրար ջան ասենք, ջան լսենք։ Այս քաղաքականությունը իրականությունն է, ու մեր այս ամեն ինչը գալիս է նրանից, որ մենք պետքա կուլտուրա ունենանք անգամ բանավիճելու, եթե թեժ է լինում, անձնականի չվերածելու եւ մի բան մենք պիտի հիշենք միշտ, ընդմիշտ, որ չկա ճշմարտություն, որ մարդը կարա սխալական լինի եւ ամենակարևորը որ մենք հայ ենք։ Այս երբևիցե պիտի մենք չմոռանանք, որ մենք զրուցում ենք հայերովս ու հերու մոդիկ մի գնա, մենք փոքր ազգ ենք, սաղս իրար հերու բարեկամներ ենք։ Պիտի վեշչում ոնց որ ասած ձերքերը սեղմենք, ես օրինակ շատ բան սովորել եմ Արտակի ասածից։ Շատ բան սովորել եմ ադմիրալի ասածից։ Հիմա դու բաներ ասեցի, որ ես վերաիմաստավորեցի սրանից 5 տարի առաջվա կատարվածը Արցախում։ Վերաիմաստավորում եմ։ Հավատա, որ քո հետ էլ Արտակի հետ էլ երբ որ տեսնենք, մենք եւ իրար ջերմ բարևելու ենք։ Եթե վիճը մենք էմոցիանել է նորմալ կլինի, մենք իրար չենք վիրավորել ամենայն ազնականով։ Էդ էլ է նորմալ։ Բա հիմա ցավալի թեմա է, մեր երկրի մասին է զրուցում, ոնց ունի դա առանց էմոցիա։ Հո եսի միշտ չենք, հա, այնց երրորդական բաներ չենք քննադում, որ ասենք լավ է ինչ է։ Հիմա Արտակի հարցը սամ կարոննի, քեզի Արտակի հարցին պատասխանի կարոննի։ Դու կողմ ես, որ մենք վարձկաններ ունենանք, թե չէ։ Վարձկաններ։ Գիտես ինչ ամոթ կողոս ասել։ Ասել եմ, որ ես հնդիկներին փող տանք։ Չեն գնա կրել։ Վայ Արտակ, խոսա քո դեմանը Արտակ։ Սահմանից շարինք ընդեղ, փողը տանք, չխափենք, փո ասենք սահմանից այն կողմ Պակիստանն է, մտենք։ Բա ի՞նչ կա, ինչի որ չէ։ Պարոն Օսիպյան, պետք չի ես հնդիկներին տալ, մենք ավելի լավ վարձկաններ ունենք ու 44 օրյայի ժամանակ առաջարկել ենք։ Ես ուղղակի որ դուք ինձ հարց եք տալիս ինչ ենք արել, ինչ էլ արել եմ, քիչ եմ արել ու ամոթել է խոսալ թե ինչ եմ արել։ Հիմա առաջարկվել է պետությունը օրենքը ընդունել, ես իմ ուրիշ ծառայությունն եմ պետությանը առաջարկել, հիմա վարձկանները մենք իրականում ունենք այդ ռեսուրսներ ունենք դուրսը, որպեսզի վարձկանները բերենք։ Հիմա ես մի բան ասեմ, քանի որ եմ ասում այդ պատերազմը հասցրել ենք տեսնենք, դեղ մսաղազներ կա, որ լավ է մեր զինվորները չի էլի դեռ լինեն։ Պարոն Օսիպյան ջան, երևի դուք իմ անցած ճանապարհը չգիտեք։ Առանց CSի մինչերի հստակ։ Հիմի դու համաձայն ես այդ տարբերակին Արտակի առաջացը Սարգսյանի։ Ինաստրանե լեգիոն Ֆրանսիան այնա ունի, garanք տես մի բաներ։ Չէ, դու համաձայն ես թե չէ, պրյամը ասում եմ։ Ես ուզում եմ մի կետ գտնեմ, որ դուք այսօր համաձայնվեցիք։ Համաձայն ես թե չէ։
Համաձայն եմ, բայց վերապահումներով։ Վերջը Ո՞ն է վերապահումը խոսացել։ Արտուր, մի րոպե։ Մենք որպեսզի հասկանանք ինչու մասին է խոսքը, ոչ ես, ոչ դու չենք միջամտում, ընդամենը 5 րոպե ժամանակ ենք տալիս Արտակին, որ ինքը տեստականն ասի, թե ինքը ինչ է առաջարկում։ Շատ լուրջ բան է, սա մենք ծիծաղով ենք ընդունում, բայց իմ համար այն ինչ որ ինքը հիմա առաջարկում է, բավականին աշխատող սխեմակարանի ներկայիս Հայաստանի դրության համար։ Ներկայինից տեսեք շեշտում եմ, ներկայիս Հայաստանի դրության համար։ Այն ժամանակ, երբ որ Հայաստանը բողնաշարակ ուղի, ու իրոք մենք կզգանք, որ մենք կարանք արդեն անենք այդ գործառույթը, մենք կարանք իրանց ասենք շնորհակալություն, դուք արեցիք ձեր գործը։ Խնդրեմ, Արտակ ջան, 5 րոպեվա բացատրեք։ Ռուսաստանը որ Ռուսաստանը էլի վարձկանն է։ Մի րոպե, Արտուր ջան, մի րոպե, տարեք Արտակին եք լսում 5 րոպե։ Ամբողջ աշխարհը վաղուց օգտագործում է պրոքսի բանակները, հիմա վարձկան կասենք, միտեղ մամլուկ են ասում, միտեղ վարձկան, միտեղ ՉՎԿ են ասում, միտեղ ՉՎՕ են ասում, անունը տարբեր ձև փոխում է, բայց իմաստը նույնն է։ Այսօր մենք լուրջ մարդկային ռեսուրս ունենք, հատկապես 44 օրյա պատերազմից հետո հələ ազգը չի հասկացել, որ երկու սերունդ մենք չենք վերարտադրվելու։ Ոչ թե մի սերունդ, այլ երկու սերունդ մենք չենք վերարտադրվելու։ Ու այս պարագայում վարձկաններ օգտագործելը ամենաճիշտն է։ Վերապահում չկա, վարձկանը գալիս է, իր փողը վերցնում է, իր արածը անում, գնում է։ Ուզում ես մշտական պահես, բյուջետ ես ստեղծում դրա համար, որ մշտական վարձկան կամ իրանց վարձում ես կոնկրետ գործողությունների համար, կամ իրանց վարձում ես ուրիշ բաների համար։ Պարոն Օսիպյան, ես ճանապարհ ունեմ անցած Աֆրիկայում, համ գեներալ լեյտենանտ եմ Աֆրիկայում, երևի Արթուր եղբայրներից, հիմա էլ կալանքի տակ եմ, ձեր ասած են, որ տակը մեկը գրել էր Արտակը Նիկոլական է, ես աֆրիկական եմ, նիկոլայական եմ, միակ օպոզիցիայի ղեկավարն է, որ կալանավորված եմ, այսօր հիմա վարչական հսկողություն եմ տանում։ Հիմա էսի մեծ թեմա է, պարոն Օսիպյան ջան, բայց մեր ազգի համար դա մեծ փրկություն է, 44 օրյա պատերազմի ժամանակ առաջարկը եղել է, քանակը ասվել է, նույնիսկ ասել են, եթե վախում եք, որ կֆռա ձեր դեմ, դուք գումարը վճարեք, քանի որ վարձկանը ենթարկում է նրան, ով որ վճարում է։ Երրորդ օրը օրենք ընդունեցին, որ վարձկանները արգելվում են Հայաստանի Հանրապետությունում։ Հետո մենք շատ հետո իմացել ենք, որ նույն առաջարկը եղել է Դոնեցկից, նույնպես։ Հիմա մեր ծրագրի մեջ էտիկա, մենք ծրագիրն էլ ունենք, խոսացել ենք, վարձկանները լինում են երկու տեսակի։ Մեկը հավաքում ենք մենք հենց Աֆրիկայից, մենք նույնիսկ թիվն էինք ասել, մինչև 80,000 Աֆրիկա, Ասիա, որտեղ որ մենք ունենք մեր ազդեցությունը։ Այսինքն էտի մի հատ բանակ էր, որ Հռոմն է ունեցել այդպես բանակ։ Մենք ասել էինք, ինչքանն է պետք, այդքանը կբերենք, ու երկրորդ տեսակը որ լինում է, այսինքն Վագների պես կամ Blackwater-ի պես կազմակերպություններ են, որը որ խոշոր գերպետությունները չեն ուզում սկանդալի ենթարկվեն, որ ասենք այս գերպետությունը ռազմական գործողություններ է կատարում այսինչ զոնայում, նա ստեղծում է այտենց ՉՎԿ-ներ, բայց իրականում դա պետությունն է։ Երկու տարբերակների հետ է խոսացել ենք, ծրագիրն է նույնիսկ գոյություն ունի, քանի օրում Արցախ ազատագրել, քանի օրում Նախիջևան։ Բայց եկել ենք, կանգնել ենք օրենքի դեմ, որ ու ոչ միայն օրենքի դեմ, այլ ձերբակալվել ենք հետո։ Հիմա դա իմ ասածներ շատ կարճ։ Վերապահում այդտեղ չկա, վարձկանը եկավ իր գործը արեց, գնաց։ Всё, это, лишь бы մյուս վտանգը չլներ, վերապահումս դրան էր վերաբերում, մենք ասացիք, որ դա խնդիր չի։ Այսքան։ Շատ լավ, Ժողովուրդ ջան։ Թող ադմիրալը բարձրանա, Օսիպյան ջան, շատ շնորհակալություն ձեր պայքարին հաջողություն։ Լավ։ Արտակ ջան, ալիքիդ գցելու համար մոնտաժ կանես, Արտակ, դեռ չգցես։ Չէ, ես մոնտաժ չեմ անում, եղբայր։ Չեմ գցել, ալիքիդ։ Դե կատակ եմ անում, այ ախպեր, գնակից, զավերշից։